լով էր պահում հանցագործների տեսախցիկը, որոնք Նիկոլ Փաշինյանին ֆիզիկական հաշվեհարդարով էին սպառնում։ Այս հարցին պատասխանելուց առաջ ես կխնդրեի ձեզ, հարգելի հեռուստադիտողներ, մեզ հետ միասին դիտել մի տեսանյութ, որը հիմա մեր հարգելի գործընկերները կմիացնեն, որը ցույց է տալիս Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքը Արցախահայերի նկատմամբ։ Սա չափազանց կարևոր նրբերանգ է հասկանալու համար, թե ինչ է կատարվում վերջին օրերին։ Խնդրեմ, եկեք դիտենք միասին տեսանյութը։ Նիկոլ Փաշինյանն էր մարտի 1-ի հանցագործության գիշերը, գոռում էր, որ քաղաքը պետք է ազատագրեն Ղարաբաղցի տականքներից, սա ինչի համար ենք ցույց տալիս, որ հստակ արձանագրենք, թե ինչ տիպի գաղափարական պատկերացումներ ունի Նիկոլ Փաշինյանը Արցախահայերի նկատմամբ, հայ ժողովրդի, հայ ազգի մի մասի նկատմամբ, եւ այս տեսանյութի համատեքստում եկեք վերլուծենք վերջին մի քանի օրերի իրադարձությունները։ Ուրեմն համացանցում հայտնվում է ինչ-որ անհայտ անձանց մասնակցությամբ տեսանյութ, որտեղ հենց Արցախի դրոշի ֆոնին, Արցախի ոչ այդքան լավ բարբառով, ուղղակի հավատացնում եմ ձեզ հարգելի հեռուստադիտողներ, մի փոքր առնվազն մի փոքր կարողանում եմ խոսել Արցախի բարբառով եւ կարող եմ վստահաբար ասել, որ այդքան էլ լավ չեն խոսում այդ մարդիկ Արցախի բարբառով, իրենք Նիկոլ Փաշինյանին սպառնում են։ Ու ինչ է տեղի ունենում այս տեսանյութի համատեքստում, ինչն է կարևոր հասկանալու համար, թե ինչի համար է այս տեսանյութը անհրաժեշտ։ Տարբեր Facebook-յան էջերում այս ամեն ինչը սկսվում է տարածվել, բայց ինչն է հետաքրքիր։ Առաջինը կամ առաջիններից մեկը, եկեք այսպես ձևակերպենք, այս տեսանյութը ցուցադրվել է հանրային հեռուստաընկերության եթերում, բայց այն հանրայինի եթերում, որը հեռարձակում է լուրերը արտերկրում ապրող մեր հարգելի համաքաղաքացիների համար, Սփյուռքի համար, մայիսի 16-ին սրա վերաբերյալ համացանցում եղել է հրապարակում, Armянskaya Vendetta տելեգրամյան ալիքի կողմից մանրամասն ներկայացրել են սկրինշոտով, հրապարակումը եղել է կրկին ասենք մայիսի 16-ին, բայց տպավորությունն այնպիսին է, որ այդ հրապարակումը չի հասնում իր նպատակին, թեպետ Հայաստանում այստեղ նաև մի այսպիսի տելեգրամյան ալիքներից մեկը, որը ասում են կապված է, առնվազն կապված է, եկեք այսպես ձևակերպենք, իշխանությունների համար քարոզ անող անձանցից մեկի հետ, ում դեմքը շատ եք տեսնում 44-օրյա պատերազմի ժամանակ, առնվազն խոսակցությունները, հանրային դաշտում խոսակցությունները այդպիսին են, Armenian Military Portal տելեգրամյան ալիքում հայտնվում է սկրինշոտը, իբր թե արցախցիների մասնակցությամբ, որոնք սպառնում են Նիկոլ Փաշինյանին, դա մայիսի 16-ին էր։ Բայց ինչպես բոլորդ կարող եք նկատել, որևիցե արձագանք այս ամեն ինչը Հայաստանում, սոցիալական ցանցերում, փորձագիտական շրջանակներում, լրատվամիջոցներում այս ամեն ինչը արձագանք չի ստանում։ Բայց գալիս է մայիսի 18-ը, Նիկոլ Փաշինյանը հայտնվում է Առաբկիրի փողոցներում, քաղաքացիները Նիկոլ Փաշինյանին ասում են այն ամենը, ինչ մտածում են իր մասին, այն ամենը, թե ինչին նա արժանի է իր վարած քաղաքականության պատճառով, ներկայացնում են իրեն այն ամենը, թե ինչի հետ են քաղաքացիները բախվել իր իրականացրած քայլերի պատճառով եւ ի թիվս այլի Արփինե Սողոյանի հետ, բժշկու հետ Նիկոլ Փաշինյանը բանավեճի է բռնվում եւ սկսում է այդ կնոջը մեղադրել նրանում, որ նայել է փաստորեն արցախցի կամ ասում է ձեր դեմքին եղած դիմակները ակնարկելով տեսանյութում եղած անձանց, ասում է ձեր դիմակները հանելու ենք համապատասխան տեղը մտցնենք եւ այլն եւ այդպես շարունակ, ինչ կապ ուներ բժշկուհին արցախցիների հետ, արցախահայերի հետ, առավել եւս ինչ կապ ուներ ինքը տարածված տեսանյութի հետ։ Մենք այստեղ առնվազն հիմնավոր կասկած կարող ենք ունենալ, որ այս տեսանյութը հրապարակվել էր հենց դրա համար, որպեսզի Նիկոլ Փաշինյանը կարողանա հանդիպումներից մեկի ժամանակ սրել իրավիճակը, արցախցիների դեմ սկսի քարոզ իրականացնել, որպեսզի նա հենց այն նույն բառապաշարով, որով խոսում էր 2008 թվականի հայտնի իրադարձություններից առաջ էր Այն ամեն ինչ ինքը ասում էր արցախցիների մասին, այն ժամանակ ինքը նպատակ ուներ հիմա ասել, եւ այս տեսանյութը իրականում իրեն անհրաժեշտ էր հենց դրա համար։ Հիշենք այն տեսանյութը, որը դիտեցինք հենց ամենասկզբում, քաղաքը պետք է ազատագրենք Ղարաբաղցի տականքներից։ Ինքը ոնց արցախցիներից համարում էր տականքներ, նույն ձևել հիմա շարունակում է համարել տականքներ, իսկ այդ խոսակցությունները քույրեր եւ եղբայրներ, սրանք ավելի շատ
գոնե այս պայդրությամբ կարող ենք ասել նախընտրական իրողություններից են դրդված։ Արձանագրենք նաև հետևյալը, այս ամեն ինչը Նիկոլ Փաշինյանի այս պահվածքը, վարքագիծը ինքը չէր կարող աննկատ մնալ քաղաքական դերակատարների կողմից, ընտրություններին մասնակցող քաղաքական գործիչների կողմից, մասնավորապես Սամվել Կարապետյանը բավականին մանրամասն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի այս խոսքերին եւ նշել է, որ նույնիսկ այս վերջին մի քանի օրերը, երբ որ Նիկոլ Փաշինյանը շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետության վարչապետ, ամոթ է եւ վտանգավոր է Հայաստանի Հանրապետության համար։ Հայաստան դաշինքը եւս արձագանքել էր 3 տեղի ունեցած իրադարձություններին Նիկոլ Փաշինյանի կողմից փաստացի ատելության խոսքի տարածմանը եւ իրենք նաեւ դիմել էին կամ կոչ էին արել եվրոպական դիվանագետներին, Հայաստանում հավատարմագրված եվրոպական դիվանագետներին, եվրոպական կառույցների ներկայացուցիչներին ի վերջո գնահատական տալ Նիկոլ Փաշինյանի վարվելակերպի վերաբերյալ, գնահատական տալ ատելության խոսքի տարածման վերաբերյալ, բայց եվրոպացի մեր գործընկերները առնվազն մինչև այս պահը, իսկ հիմա մենք 21:39 րոպեի դրությամբ մայիսի 19-ի որևիցե եվրոպական կառույց, որևիցե գնահատական Նիկոլ Փաշինյանի ասածների եւ արածների վերաբերյալ չի տվել։ Ինչու՞ չի տվել, շատ պարզ, որովհետև Նիկոլ Փաշինյանն իրենց անհրաժեշտ է որպես բութ գործիք, որով իրենք փորձում են վնաս հասցնել Ռուսաստանի Դաշնությանը, անկախ նրանից, թե Հայաստանի Հանրապետությունը ինչ գին է վճարելու դրա համար, եթե նույնիսկ այդ գինը հավասար լինի այն գնին, որը վճարել էին արցախահայերը, մեր հարգարժան եվրոպացի գործընկերները սրա հետ կապված որևիցե խնդիր չունեն, բայց ամփոփելով մենք պետք է նշենք հետևյալը. մենք մեր խնդիրները ինքներս իհարկե պետք է լուծենք, մենք ինքներս մեր մեջ պետք է պատասխանենք հետևյալ հարցին. այդ ոնց ստացվեց, որ տարիներ շարունակ, տասնամյակներ շարունակ Հայաստանում կային քաղաքական գործիչներ, մտավորականներ, որոնք տարածում էին ատելություն հայ ազգի մի մասի նկատմամբ, մի մասին տրամադրում են մեկ այլ մասի դեմ։ Խոսքը վերաբերվում է հակաարցախյան քարոզի մասին, ոնց էր դա տարածվում, ով էր դրա ետևում կանգնած, ով էր սա ֆինանսավորում, ով էր օգտագործում դա իր ներքին նպատակների համար։ Այս հարցերի պատասխանները մենք ինքներս ապագայում անպայման պետք է տանք եւ հունիսի 7-ը այս առումով լավ հնարավորություն է մեկնարկ տալ այս հարցին։ Բայց ինչը վերաբերում է մեր հարգելի եվրոպացի գործընկերներին, իրենք հավանաբար չեն գիտակցում մի պարզ ճշմարտություն, իրենց լռությամբ կամ իրենց աջակցությամբ Նիկոլ Փաշինյանին, իրենք սահմանափակում են իրենց համագործակցությունը հայ ժողովրդի հետ, իրենց մասնակցությունը հայկական պետականության կյանքում հունիսի 7-ից հետո պոտենցիալ իրողությունների համատեքստում, հետևաբար իրենք այստեղ ոչ այնքան մեզ են վնաս տալիս, որքան իրենց են վնաս տալիս եւ իրենք են կտրում ճյուղը, որի շնորհիվ իրենք կարող են համագործակցել հայ ժողովրդի եւ հայկական պետականության հետ։ Մտածեք այդ մասին։